հետապնդում պարունակող, տարպարունակող գործ է իր բազմաթիվ խախտումներով։ Իսկ ինչ վերաբերում է, թե դատարանը ժամեր անց ինչ որոշում կկայացնի, ցավոք մենք դրա մասին մշտապես բարձրաձայնել ենք, որ առաջինատյանի դատարանը քաղաքական վերդիկտ կայացրեց եւ ոչ թե իրավական, ոչ թե արդարադատության ոգուն համապատասխան, հետեւաբար լիահույս լինենք, որ այնուամենայնիվ այս վիճակում, այս հակաիրավական մթնոլորտում վերաքննիչ դատարանը իր մեջ ուժ կգտնի եւ արդարադատություն կիրականացնի, այն է կարդարացնի Միքայել Սրբազանին։ Բայց վերաքննիչը այդ լիազորությունները ունի, թե կարող է ուղարկել առաջինատյանի դատարան նորից գործը քննելու։ Ոչ, ունի վերաքննիչ դատարանը, քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված այդ լիազորությունը նա կարող է բեկանել առաջինատյանի դատավճիռը եւ կայացնել փոխարինող դատական ակտ եւ Միքայել Սրբազանին անպարտ ճանաչել իրեն մեղսագրվող արարքի մեջ։ Այդ հնարավորությունը օրենքով վերապահված է, բայց այդ արդար որոշումը դատարանը վերաքննիչ կկայացնի, թե չէ, ժամեր անց ականատես կլինի։ Սրա համար նաև քաղաքական մի տեսակ այսպես կայունություն է պետք։ Կարծում եք դատարանի մոտ կա այդ դիրքը, այդ կշիռը, որպեսզի ինքնուրույն։ Ձեր տպավորությունը ո՞րն էր այս քննության ընթացքում։ Կգնա այդ քայլին վերաքննիչը եւ օրինակ կբեկանի առաջինատյանի որոշումը։ Կարող է գնալ, այսպես ասենք։ Ճիշտն ասած, չեմ կարող ասել ինչ կանի վերաքննիչ դատարանը, դա իրավաբանի, փաստաբանի, պաշտպանի ցանկությունների մակարդակում է, որ երկրում տվյալ գործով իրականացվի արդար դատաքննություն եւ տեղի ունենա իրական արդարադատություն, բայց վերաքննիչ դատարանի կաշկանդվածության մասին այս պահին իրատեսական չի լինի, հա, ին դատողությունը, գիտեք, ամբողջ դատական համակարգն է տերորի ենթարկված, ես ձեռք չեմ մնա այդ բառը ասելուց, որովհետեւ ներկայիս իշխանությունները դատական համակարգը եւ առհասարակ իրավապահների աշխատանքը համապատասխանեցնում են իրենց քաղաքական ցանկություններին եւ քիմքին, հետեւաբար վերաքննիչ դատարանին իսկապես մեծ համարձակություն է պետք, որ այսօր իրական արդարադատ որոշում հրապարակի, բայց թեկուզ բեկանելը եւ դատավարական իրավունքների հսկայական խախտումները, հա, որ մենք օրեր շարունակ, դատական նիստեր շարունակ պաշտպանական խմբով մատնանշել ենք, հիմնավորել ենք, հիմա չեմ ուզում ոչ ձեզ, ոչ հանրությանը այդ հիմքերով ծանրաբեռնել, բայց խախտումները աննախադեպ են, թե քանակի առումով, թե որակական առումով։ Եվ եթե ստացվի այնպես, որ վերաքննիչ դատավարական խախտումներից թեկուզ մեկին անդրադառնա, ապա այս դատավճիռը անվերապահորեն պիտի բեկանվի, եթե մենք իսկական իրավաբանության մասին ենք խոսում։ Առաջնային խախտում առանցքայինը որը կհամարեի։ Դե մենք խոսել ենք դրա մասին, ընդդատության խախտումն է եղել, որ ըստ էության այս գործով պատշաճ դատարան չենք ունեցել։ Կարծում եք վերաքննիչ դատարանը հնարավոր է, որ ընդդատության հարցին անդրադառնալով ոչ թե օրինակ արդարացման ակտ հրապարակի, այլ հետ ուղարկի, բայց նշի Շիրակի մարզի դատարան։ Այո, հնարավոր է։ Պրոցեսուալ առումով դա հնարավոր է։ Դա կհամարեք արդար վճիռ։ Մի քիչ առաջ եմ ընկնում, բայց ոչ այնքան արդար, բայց մասնակիորեն ինչ որ կերպ հարց լուծող։ Մերսի։ Եվ ամենակարևորը մեզ համար այս բան առանցքայինն է, որ նաև եթե հանկարծ արդարացում տեղի չունենա, այն որ 50-50 տարբերակն է, չէ, կայուն կմնա վերաքննիչ դատարանը, թե այնուամենայնիվ կտրվի այդ քաղաքական պրեսինգին, իհարկե այս բան դատողություն դժվար է անել, բայց շատ կարևոր է, որ նաև Սրբազանի խափանման միջոցը վերացվի։ Թեկուզ եթե դատավարական խախտումով բեկանվի ուղարկվի նոր քննության, այնուամենայնիվ խափանման միջոցի վերացման հարցը առանցքային է։ Վարչական հսկողություն։ Վարչական հսկողությունը առհասարակ վերացվի, եթե լինի վարչական հսկողությունը ինքը իր տեսակով ավելի մեղմ է, քան տնային կալանքը, գիտենք։